Փապուկեն մեջ չոր բանի ոսկորի նման մեր չկա էդի Փապուկ ու փխրուն կնոջ պես խոսքն Անահիտ Պոմիդորի մասին է, որ վաղուց չի հանդիպում վաճառասեղաններին, ուր կորավ Աստվածուհու անունով յուրահատուկ միայն իրեն բնորոշ խոտով պտուղը։ Տարբեր ընկերություններ, այսօր տարբեր հիբրիդներ, սորտեր են ստեղծում, փորձում են արդյունավետություն ապահովեն, որ բերկատվությունը բարձր լինի, հիվանդությունների վնասատուների նկատմամբ դիմացկուն լինեն, տեղափոխելիությունը ապահովի։ Համեղ էր, բայց պակաս դիմացկուն, ավելի մեծ ու դրսի շուկաները գրավելու ճանապարհին Անահիտը մրցակցությանը չդիմացավ։ Պահածու էինք պատրաստում դրանից, շատ համեղ էր նախ, մեջը կոշտություն չուներ։ Քասրոտ էր ու ջրալի։ Բայց ցավում եմ, որ հիմա չկա։ Հիմա ոչ մի պամիդորի մեջ տենց հոտ չես գտնի։ Հիշում եմ պահածոյացնելու համար շատ լավ էր։ Քասել ավելի։ Ու կարելի նստել ուտել։ Քիմքին դիպչող հոտը տարածվում էր լոլիկի դաշտերում, ինչը ըստ մասնագետների բնորոշ չէ ժամանակակից սորտերին։ Սածիլները տնկելու պահից սկսած դրանք պարարտեցնում են, որ բերքը լինի դիմացկուն ու աչք ծակող վառ գույնի։ Սպիտակ այդ ջղերը որ կա, կամ այդ հյուսվածքները որ կա, դրանք ամրացնում են բույսին, իր մայր բույսին, այսինքն պոմիդորը լոլիկը չի անջատվում երկար ժամանակ, անջատելուց հետո էլ արկեններում, սառնաներում երկար պահպանվում է։ Խորհրդային տարիներին ստեղծված ու շուկան միանգամից գրաված Անահիտի սերմերը այսօր էլ պահպանվում են առանձին անհատների կամ ընկերությունների մոտ։ Ստացվում է, կա սելեկցիան զարգացնելու հնարավորություն։ Հետազոտական դարակներում կա սերմեր, կարող ենք սելեկցիան շարունակենք, ճիշտ է, պահածոյացման համար այսօր շատ ավելի արդյունավետ սորտեր կան, բայց այնուամենայնիվ մեր հայկականը կփորձենք վերականգնել։ Անահիտ Անանյան, սոցիալիստական աշխատանքի հերոսը, այսպես ասած, հայուհի պոմիդորը ստեղծել է 1944-ին, 1949-ին այնտեղ է գտել միութենական նմուշանու մեջ, Անահիտ 20 դասիչով։ Սորտը անվանվել է ի պատիվ սելեկցիոների։ Խորհրդային տարիներին լոլիկի այդ տեսակը մեծ պահանջարկ ուներ հատկապես ամռանը, պահածոների սեզոնին։ Շնորհիվ փափկության ավելի հեշտ էր տեղավորվում տարայում։ Միայն հյութեղու համեղ լինելը չէ, որ գրավում էր մարդկանց։ Պտուղից ստացվող հյութն ու մածուկը արտադրում էին մեծ քանակությամբ, միութենական գրեթե բոլոր երկրներ արտահանելու համար։ Անահիտ 20-ի ստեղծումը նոր փուլ բացեց նաև բանջարանաբոստանային ու տեխնիկական մշակաբույսերի զարգացման ոլորտում։ Սորտը ստեղծելուց շատ չանցած սելեկցիոներ Անանյանը Դարակերտում հիմնեց սելեկցիոն սերմնաբուծական հանրապետական կայանը, որ գործում է նաև այսօր։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։